Հոկտեմբերի 6-ին ժամը 22:40-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ տանը հարձակվել են իր վրա և գումար պահանջել։ Նշված հասցե ժամանած օպերատիվ խումբն անցավ գործի։ Այստեղ ժամեր առաջ ավազակային հարձակում էր կատարվել։ Տուժած կինը ոստիկաններին պատմեց կատարվածի մանրամասները։ Եկա, թե ինձ ջուր չէր տա։ Ես ասի պատամ, դու եղած ինչ է։ Տվի հետո մի քիչ հետո են խցկվեց տուն, թե նորից բաժակով ջուր տվեցի լավը չէր։ Ու թե ինձ բռնեց բոկկորտիցս, թե ինձ փող տուր, ասի ես փող չունեմ։ Թոշակառուկին եմ, թե քեզ շատ փող ունես, ինձ 10,000, 5,000 կգոնը, ասի չունեմ։ Դրամը պանակը ծնդեգա, վերջում մազերս քաշեց, կախից խփեց, հետո կոկորտս ուժեղ սխմեց։ Բացասական պատասխան ստանալուց հետո տղամարդը ստուգել էր կնոջ բաշխոնի գրպանները, հափշտակել 260 դրամ և փախել։ Այո, ընդամենը 260 դրամ։ Այդ փողը ծախսելու համար տղամարդն ուներ մի քանի ժամ, որովհետև կարճ ժամանակ անց ոստիկաններն արդեն գիտեին կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Շուտով Իջևան քաղաքի Չարենցի փողոցի տներից մեկից ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության Իջևանի բաժին բերման ենթարկվեց ՎԶ մականվամբ Վազգեն Օհանյանը, որն էլ խոստովանեց, որ ինքն է կատարել նշված հանցագործությունը։ Դու մտա, ասի փող տուր, ասես չունեմ, մատ խփեցի ծվածա, մեկ էլ կոկորտից բռնեցի, ասի ինձ փող տուր, ասեց բումաժնիկից մեջինա, էսա չգիտեմ ինչքանա բերեմ քեզ տամ, վերցրել եմ ու գնացել։ Հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի ավազակություն հատկանիշներով։ Վազգեն Օհանյանը կալանավորված է։ Քննությունը շարունակվում է։